Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հանրաքվե ԵՄ ԵԱՏՄ ընտրության համար ինչ են առաջարկել ԵԱՏՄ առաջնորդները։ Զգուշացում Մոսկվայից Հայաստանի ռուսական գազը կարող է թանկանալ ԵՄ ինտեգրման ֆոնին։ Տեսախցիկները ֆիքսել են, ՔՊ պատգամավորի օգնականը պոկում է ընդդիմության պաստառները։ Մարդկանց ստիպում են նկարահանել իրենց քվեն, վախեցրել են, թե գաղտնի տեսախցիկներով նայելու են ընդդիմության ահազանգը։ ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենա համազգային հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելարուսի, Ղրղըզստանի և Ղազախստանի առաջնորդների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Եվրամիությանը մերձենալու հետ մեկտեղ Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի այնպիսի վիճակում, երբ իր որդեգրած դիրքորոշումը կհակասի Եվրասիական տնտեսական միության նորմերին։ Նրա խոսքով Հայաստանը պետք է շարժվի դեպի Եվրամիության հետ մերձեցում, ոչ թե Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության, այլ իր հաշվին։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի հետ քննարկում են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի թեմաները, բայց դա կորոշի նեղ կազմով հանդիպման ավարտին։ Լեբեդևի խոսքով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի մտադրությունների հարցը հիմնարար է։ Նրա կարծիքով Հայաստանը նույնպես գիտակցում է Եվրասիական տնտեսական միության կարևորությունը և ոչ ոք հիմա չի պլանավորում խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ գործակցությունը կշարունակվի։ Իմ կարծիքով այս հարցը կքննարկվի բարեկամաբար։ Մյուս կողմից հիմնարար հարցը հետևյալն է. դուք ընտրում եք ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն։ ԵՄ-ն երկար պատմություն է։ Շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին եւ ԵՄ-ին միանալու գործընթացը տարիներ է տևում։ Սակայն ԵԱՏՄ-ն իրականություն է, որից մենք հիմա չենք կարող հրաժարվել։ Դրանից շատ բան է կախված։ Սակայն տնտեսական արգելքների հարցը դեռևս օրակարգում է։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ հայտարարել է, որ Հայաստանից մրգերի և բանջարեղենի Ռուսաստանի Դաշնություն ներմուծման արգելքն ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանը կփոխարինի դրանք այլ շուկաներից ներմուծվող ծավալներով։ Նրա խոսքով դրանք բավական նիշային ապրանքներ են և այդ ծավալների մեծ մասը բավարարում են սեփական արտադրության միջոցով։ Նախարարն ասել է, որ Հայաստանից որոշ ապրանքների արտահանման համար սահմանվող արգելքների նպատակը բացասական զարգացումը կանխելն է։ Իսկ պաշտոնական Երևանի ներկայացուցիչ Մեհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին, հաշվի առնելով դրա բոլոր անդամների ազգային շահերը։ Բայց երբ պաշտոնական հայտարարություններն ավարտվում են, սկսվում են ամենակարևոր խոսակցությունները։ Աստանայի գագաթնաժողովում հենց այդպիսի փակ քննարկումներն էին ուշադրության կենտրոնում։ Հայաստանի անունը հնչել է առանց հայկական պատվիրակության մասնակցության, իսկ հետո ձևավորված դիրքորոշումը փոխանցվել է Երևանին։ Ինչ են քննարկել ԵԱՏՄ առաջնորդները և ինչու է Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը կրկին դարձել տարածաշրջանային օրակարգի գլխավոր թեման, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Աստանայում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը վերածվեց ոչ միայն տնտեսական ինտեգրման քննարկման, այլ նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի շուրջ անհանգստությունների հարթակի։ Փաշինյանի փոխարեն Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը, որին Սերգեյ Լեբեդևը բնութագրեց որպես ադեկվատ մարդ, փարատեց այն մտահոգությունը, թե դուրս են գալու ԵԱՏՄ-ից։ Հայաստանի Հանրապետությունը հետագայում ևս բարեխեղճորեն կշարունակի համագործակցել ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և միության անդամ բոլոր պետությունների ազգային շահերին համահունչ։ Վլադիմիր Պուտինը խոսեց ԵԱՏՄ անդամ երկիր լինելու առավելությունների մասին և շեշտեց. ԵԱՏՄ-ն բաց է փոխշահավետ և հավասար համագործակցության համար կառուցողական մտածողություն ունեցող երկրների և միավորումների հետ։
Սակայն առավել ուշագրավ զարգացումը տեղի ունեցավ փակ ձևաչափում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները Վլադիմիր Պուտինը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Սադիր Ժապարովը առանձին քննարկել են Հայաստանի Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը եւ իրենց համատեղ մոտեցումը հայտարարությամբ փոխանցել Մհեր Գրիգորյանին։ Քաղաքագետ Արման Աբովյանը կարծում է, որ չպետք է զարմանալ, եթե վաղը ԵԱՏՄ-ն հայտարարի, որ Հայաստանը չի համապատասխանում իրենց կանոնակարգին աշխարհաքաղաքական այլ ուղղություն որդեգրելու պատճառով։ Իսկ Հայաստանի այսօրվա հնչեցրած հայտարարությունը նախընտրական շեմին հանրությանը հանգստացնելու համար է։ Մի լուր ունեմ շատ վատ, Հայաստանը չի որոշելու ԵԱՏՄ-ով ինքը շարունակելու է գործել, թե ոչ, այլ որոշելու են ԵԱՏՄ-ի հիմնական խաղացողները եւ չզարմանաք, եթե վաղը Հայաստանի հակառուսական քաղաքականության ներքո մեկ է որոշում ընդունել, որ Հայաստանը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի օրինակ, չգիտեմ, կանոնակարգին։ Ռուսաստանին եւ ԵԱՏՄ անդամ որևէ երկրի հիմա ձեռնտու է, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է ոչ։ Իրենք ինչ խնդիր են լուծում դրանով։ Երևանին պատժելու շատ լավ եւ հետո պատժեցին Երևանին, ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Իշխանափոխություն թե որևէ այլ process, այսինքն այստեղ ոչ մի հստակ հարցի պատասխան չկա։ Եվ հետեւաբար այստեղ չեմ տեսնում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից որևէ մեկի մոտիվը Երևանին հանել միությունից։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա Բադալյանը նշում է, որ այն պարզապես քարոզչական նկատառումով խաղարկվող օրակարգ է եւ որ այս թեմայի վրա ամեն երկիր կառուցում է իր քաղաքական խաղը։ Թե որտեղ կկտրվի այդտեղ, պես ասած, ռեզինը Երևանի համար, սա իհարկե ռիսկն է, պաշտոնական Երևանը թերևս հաշվարկել է, որ առնվազն մինչև խորհրդարանի ընտրություն այդ ռեզինը չի կտրվի համենայն դեպս այնպես եւ այնքան ուժգին, որ կհարվածի եւ կդաղի իրեն։ Քաղաքագետ Արման Աբովյանը զգուշացնում է, որ ամեն դեպքում, եթե այսպես շարունակվի, մենք հետագայում կտեսնենք արդեն լիակատար սահմանափակումներ Հայաստանի համար։ Մոսկվայի համար խնդիրը միայն տնտեսությունը չէ, խոսքը տարածաշրջանային ազդեցության պահպանման մասին է։ Իրական գետնի վրա ունենք իրավիճակ, երբ որ ռուսական շուկան այս իշխանությունների ամբարտավան քաղաքականության պատճառով մեզ համար հետևողականորեն փակվում է։ Գագաթնաժողովին զուգահեռ քաղաքական հայտարարությունների մի ամբողջ փունջ հնչեց Մոսկվայի կողմից այն մասին, թե ինչ կլինի, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մրցեցումը։ Պեսկովն էլ հայտարարեց, որ դեպի Եվրամիություն շարժվել է Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող եւ չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների հաշվին։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը փաստացի բաց տեքստով ձևակերպեց այն, ինչ վաղուց քննարկում էր կուլիսներում, կամ ԵԱՏՄ կամ ԵՄ սկզբունքը։ Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր մոդելը մտնում է ամենաբարդ փուլ, եւ որքան Երևանը ձգձգում է վերջնական ընտրության հարցը, այնքան մեծանում է արտաքին ճնշումների հավանականությունը։ Անահիտ Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Հայաստանի եվրոպական ընտրության մասին քննարկումները ավելի հաճախ են տեղափոխվում քաղաքական դաշտից վարդկանց խոհանոցներ, որովհետև արտաքին քաղաքական յուրաքանչյուր որոշում վաղ թե ուշ վերածվում է շատ կոնկրետ հարցի, որքան ենք վճարելու լույսի, ջեռուցման ու առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Մոսկվայից հնչած վերջին ազդակները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ԵՄ հակադրությունն արդեն միայն աշխարհաքաղաքական բանավեճ չէ։ Ռուսաստանը սկսել է ակնարկել այն գնի մասին, որը Հայաստանը կարող է վճարել ընտրության դեպքում։ Ինչ նախազգուշացում է ստացել Երևանը եւ որքանով են իրական էներգետիկ ռիսկերը, ռեպորտաժում։ Հայաստանը կանգնած է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև տնտեսական լրջագույն ընտրության առջև։ Եվ մինչև իշխանությունները խոսում են եվրոպական ապագայի մասին, Մոսկվայից արդեն հնչում են առաջին բաց եւ կոշտ ազդակները։ Եթե Երևանը շարունակի ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհը, ռուսական գազի ու ռազմավարական ռեսուրսների արտոնյալ պայմանագրերը կարող են վերանայվել։ Հայաստանի արտգործնախարարությունն արդեն հաստատել է։ Ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը։ Ըստ հրապարակված տեղեկությունների, այնտեղ խոսքը ոչ միայն գազի, այլ նաեւ նավթամթերքի եւ մի
մի շարք ռազմավարական ապրանքների արտոնյալ պայմանների հնարավոր վերանայման մասին է։ Սա դեռ վերջնական որոշումը չէ, բայց նաև սովորական դիվանագիտական նախազգուշացում էլ չէ։ Փաստացի Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես հուշում է, ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է Հայաստանի համար ունենալ շատ կոնկրետ տնտեսական հետևանքներ։ Այսօր Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարով։ Համեմատության համար եվրոպական շուկայում նույն ծավալի գազի արժեքը մոտ $550 է։ Տարբերությունը հսկայական է եւ այն տարիներ շարունակ պահպանվել է հայ-ռուսական հարաբերությունների եւ ինչու ոչ պայմանավորվածությունների հաշվին։ Թե իշխանությունը եւ թե հասարակության մեծամասնությունը պետք է հասկանա, որ ԵԱՏՄ-ի կողմից հենց հիմա նախազգուշական եւ որոշակի առումով քաղաքական բնույթ ունեցող, մեսիջները, որոնք որ գալիս են պաշտոնական Երևան, դրանք բավականին լուրջ են, ուշադրության, ոչ միայն ուշադրության արժանի են, այլ իշխանությունը անպայմանորեն այստեղ պետք է բացատրություն տա իր հասարակությանը, թե ինչ գործընթացներ են գնում։ 2013 թվականի համաձայնագրով Գազպրոմը չեղարկել էր Հայաստանի համար գործող 30% արտահանման տուրքը։ Այդ պայմանավորվածությունից հետո գազի գինը նվազել էր դառնալով $189, ապա 165։ Այսօր գործող սակագինը դեռևս զգալիորեն ցածր է եվրոպական շուկայից։ Սակայն եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ըստ տարբեր վերլուծությունների գազի գինը կարող է աճել առնվազն 30%-ով։ Իսկ եթե քաղաքական հարաբերությունները շարունակեն սրվել, Մոսկվայում արդեն չեն բացառում նույնիսկ մատակարարումների ամբողջական դադարեցումը։ Քաղաքական կողմնորոշումները տնտեսական այս կամ այն բլոկի մեջ լինելու Ռուսաստանը շատ կոնկրետ եւ հստակ է սկսել դնել։ Դրանք առայժմ կրում են նախազգուշացման բնույթ, բայց ռուսները այստեղ բավականին հստակ եւ բավականին բաց են աշխատում իրենց եւ մտահոգությունները եւ փոփոխման ենթակա օրակարգերը հստակ դնելով պաշտոնական Երևանի առջեւ։ Քաղաքական հայտարարություններից դուրս հարցն առաջին հերթին սոցիալական է, որովհետև գազի գնի թանկացումը շղթայական ազդեցություն է ունենալու գրեթե բոլոր ոլորտների վրա։ Առաջինը կթանկանա էլեկտրաէներգիայի արտադրությունը, քանի որ Հայաստանի էներգահամակարգի զգալի հատվածը հիմնված է գազի վրա։ Դրանից հետո հանրային տրանսպորտը, բեռնափոխադրումները, գյուղատնտեսական արտադրանքը, ջերմոցային տնտեսությունները, հացը, կաթնամթերքը, միսը եւ առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ։ Գազի գնի փոփոխությունը ամեն ինչի վրա ազդելու է, ամեն ինչի գների եւ որակի հայկական արտադրանքի նաեւ մրցունակության վրա է ազդելու, այսինքն մեծ համար բավականին ծանր հետևանքներ է ունենալու։ Գազով են աշխատում հարյուրավոր արտադրություններ, փոքր եւ միջին բիզնեսներ։ Սա նշանակում է, որ թանկացումը հարվածելու է ոչ միայն քաղաքացիների կոմունալ վճարներին, այլ ամբողջ տնտեսությանը։ Փորձագետները նաեւ նշում են, Իրանը կամ Ադրբեջանը չեն կարող արագ եւ իրատեսական այլընտրանք դառնալ Հայաստանի համար։ Եթե մենք հրաժարվում ենք ռուսական գազից, իսկ իրանական գազը ծավալներով ոչ իր որակով չի կարողանում փոխարինել ռուսական գազին, մենք կարող ենք կանգնել էներգետիկ ճգնաժամի առաջ։ Իրանից Հայաստան ներկրվող գազն այսօր օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով։ Միևնույն ժամանակ, եթե Հայաստանը խորացնի ինտեգրումը Եվրամիության հետ, Թեհրանի նկատմամբ արևմտյան սահմանափակումներն ու քաղաքական հակասությունները կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել։ Ադրբեջանի տարբերակն էլ մասնագետների խոսքով առավելապես քաղաքական եւ տնտեսական քննարկման մակարդակում է։ Բաքուն արդեն պարտավորվել է մեծացնել գազի մատակարարումները դեպի Եվրոպա եւ լրացուցիչ ծավալներ գործնականում չունի։ Բացի այդ, նույնիսկ հնարավոր մատակարարումների դեպքում գազը վաճառվելու է շուկայական շատ ավելի բարձր գներով։ Եթե մենք փորձենք գնել այդ գազը Ադրբեջանից, ապա Ադրբեջանը պարզ է դա օգտագործելու է ոչ միայն որպես քաղաքական լծվակ Հայաստանի դեմ, այլ նաև էթնոդեմոգրաֆիկ լծվակ։ Ավելի կոնկրետ ձեզ ասեմ, իրենք կարող են նրա առաջ պայման դնեն, ասեն 300 չէ, 500,000 ադրբեջանցի պետք է Հայաստան տեղափոխվի, միայն դրանից հետո մենք դες կմատակարարենք գազ։ Իսկ ամենակարևոր հարցերից մեկը միջև օրս մնում է անպատասխան։ Հայաստանն ունի բավարար ֆինանսական ռեսուրս, անհրաժեշտ բյուջե վատթարագույն սցենարի դեպքում արդեն շուկայական կամ եվրոպական գներով գազ ձեռք բերելու համար։ Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի գնահատմամբ այս փուլում էներգետիկ եւ արտաքին քաղաքականության շուրջ հնչող հայտարարությունները ոչ այնքան ռազմավարական հաշվարկներ են, որքան նախընտրական քարոզչության մաս։ Իսկ հունիսի 7-ից հետո իրավիճակը շատ ավելի կսառի հայտարարությունների առումով եւ Հայաստանը կմտնի շատ ավելի ռեալ քաղաքական դաշտ։
Ավարտին է մոտենում նախընտրական քարոզարշավի նախավերջին շաբաթը։ Այս ընթացքում իշխող ուժը մրցավազքի մեջ էր։ Ամեն օր հրապարակում էր ձայնագրություններ, ձերբակալում, հարուցում քրեական գործեր, պատճառաբանելով, թե ընդդիմությունը ընտրակեղծիքների է դիմում։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ սահմանադրագետ Գոհար Մելոյանը տեղեկացրել է, որ նախընտրական փուլում խախտումների մասին մի քանի ահազանգ են ստանում քաղաքացիներից, բայց հակառակ թևի վերաբերյալ։ Քաղաքացիներին ստիպում են տեսանկարահանել, լուսանկարել իրենց ուժին տրվող քվեաթերթիկը։ Մարդկանց ստիպում են երրորդ համարի քվեաթերթիկը դուրս բերել ընտրատեղամասից, ապացուցելու, որ իրենց ուժին չեն քվեարկել։ Մարզաբնակ քաղաքացիներին վախեցնում են, թե գաղտնի տեսախցիկ է լինելու, որոնցով նայելու են, թե ում են ընտրում։ Նա նաև նշել է, որ բացահայտել են հասցեներ, որոնցից մեկի վրա օրինակ 303 անձ է գրանցվել, իսկ 100-ից ավելի գրանցված անձանց իրողությունը մտահոգության տեղիք է տալիս։ Առանց իրավախախտումների եւ այսպիսի չարաշահումների այս ուժը վերարտադրվելու հնարավորություն չունի, հետեւաբար մեր առաջնային նպատակն է այդ իրավախախտումները մաքսիմալ կանխարգելել։ Արցախցին անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանքից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելուց կամ չընդունելուց ունի ընտրական իրավունք, որն արձանագրվել է դատական ակտերով, հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով այս շաբաթ 4 արցախցիներ դիմել են դատական պաշտպանության, իրենց ընտրական ցուցակներում ներառելու պահանջով։ Փաստացի այս պայդրության պայում մենք ունենք 4 խումբ արցախցիներ, եկեք բաժանենք 4 խմբի։ Արցախցիներ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չեն ընդունել, հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում եւ ունեն 070 կոդով անձնագիր։ Արցախցիներ, ովքեր արդեն իսկ ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երրորդ խումբը արցախցիներ, ովքեր ունեն 070 կոդով անձնագիր, բայց համարվում են Հայաստանի քաղաքացիներ։ Այդպիսի խումբ էլ կա։ Պարզաբանը ինչ է ՆԳՆ-ն ասում։ Ասում է, եթե անձը առաջին անգամ իր անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունում ՀԽՍՀ-ից հետո առաջին անգամ իր անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նա համարվում է Հայաստանի քաղաքացի անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանք։ Իրենք իրենց հակասում են, եւ վերջի խումբ արցախցիները, ովքեր ի սկզբանե, այսինքն միջև հիմա 070 կոդով անձնագիր ունեն, Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունել եւ հաշվառված չեն անգամ Հայաստանի Հանրապետություն։ Այդ չհաշվառվածների մասով ես ընդունում եմ։ Կա խնդիր ընտրությունների մասնակցելու մասով, բայց այն արցախցիները, ովքեր հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում, ունեն ընտրությանը մասնակցելու իրավունք եւ նրանց ընտրացուցակներում չներառելը իմ կարծիքով հետագայում ընտրացուցակները անվավեր ճանաչելու հստակ հիմքեր են։ Մի ավելացում էլ վերջ, մի ավելացում էլ հստակ իրավունք ունեն ընտրելու։ Այո, թույլ տվեք մի ավելացում էլ կատարել եւ վերջ։ Այս պահի դրությամբ, որ դատական ակտը չի կատարվում, այսինքն դատանը որոշել է, ասում է ներառեք ընտրացուցակում, բայց դատանը որոշել է, ասում է ներառեք ընտրացուցակում, բայց դատական ակտը կատարված չէ, մտնում ես ընտրացուցակները ամփոփ տվյալները նայում ես, չկա փոփոխություն։ Իհարկե այդ փոփոխությունները անելու դեռ ժամանակ ունեն, բայց ես արդեն կռահում եմ 2026 թվականի հունիսի 1-ի վերաքննիչ դատարանի որոշումը։ Քարոզարշավի թեժ փուլում քաղաքական պայքարը կարծես տեղափոխվել է ոչ միայն հրապարակներ ու սոցիալական ցանցեր, այլև բակեր ու շենքերի մուտքեր։ Աջափնյակում բնակիչները մի քանի օր շարունակ նկատել են մարդկանց, որոնք շրջում են թաղամասում եւ հեռացնում ընդդիմադիր գործիչների պաստառները։ Տեսանյութերը հայտնվել են համացանցում, իսկ դրանց հրապարակումից հետո սկսվել է նոր քննարկում։ Ով է կանգնած այդ գործողությունների հետևում եւ ինչու իրավապահները չեն արձագանքում։ Թեմայի հետքերով գնացել է Սեդակ Գյուրեղյանը։ Աջափնյակի բնակիչներն արդեն մի քանի օր է ահազանգում են, իրենց փողոցում կին եւ տղամարդ են շրջում, պոկում Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի պաստառները։ Տարածքում բնակվողները պնդում են, հոլովակում երևացող տղամարդը նույն այն կեղծ դպիրն է, որը նախկինում քաղաքացիական պայմանագրի հետ եկեղեցիներում էր շրջում։ Նկարները կա, դպիրի բաները հոգեվորականի շորերով բանով են կարգալույծելացին, որ բաներ անում։ Ինքն է, հենց ինքը։ Ես հետո եմ իմացել, որ ինքը տեղ է ապրում։ Ես էլ զարմացա, ասիցան հանեբերե գցրել են իստե քուչեկը որ ֆռա, հետո իմացա, որ դվիսոտներից մեկում ապրում։ Բակում եմ տեսել, որտեղ որ պոկել են, այդ էլ կպածա այդ, որտեղ որ ես իրանց տեսել եմ, այդ աղջկան ու այդ տաղուն։ Նիկոլի բուկլետները երկուսի ձեռը այդ հայատով էթում էին։ Գրեթե ամեն քայլափոխի ավտոտնակներից մինչև շենքերի մուտքեր իշխող ուժի պաստառներն էին փակցված, ընդդիմության պաստառները հազվադեպ էին հանդիպում։ Բնակիչները զարմանում են, իշխանական պաստառ պոկելու դեպքում մարդիկ կալանավորվում են, անգամ ողբերգական հետևանքներ են լինում, իսկ ընդդիմության պաստառների դեպքում իրավապահները կարծես անտեսում են ամեն ինչ։
Ես չեմ նկատել, բայց երեկ անցկենալուց տեսա, սաղի նկարները փոկած է։ Իրանց դեմքով չեմ տեսել։ Եթե ես տենամ, նակազատ կանեմ։ Դե թաղի տղեկն են ասել։ Այս թաղի տղաներից, հեսա մի հոգի ընկերներիցս կգա սեղ։ Պաստառներ փոկել չեմ տեսել, բայց տելևիզոր լսել եմ։ Սխալ են անում, էլի, դու գա, չգա, պիտի չփոկես։ Չէ, տեսփան չենք լսի, ասես, մենք նոր ենք դուրս եկել։ Մեկ այլ բնակիչ պատմում է, կեղծ տպիրն ու նրա հետ շրջող աղջիկը արդեն շուրջ 10 օր է պտտվում են թաղամասում։ Նրա խոսքով հասցրել են տասնյակ շենքերից պաստառներ փոկել։ Կարևանները ասել են, որ քարոզարշավների ժամանակ ինքը կողքի շենքն է մնում, քարոզարշավների ժամանակ այդ դպիրա, եթե չեմ սխալվում, այդ հոգևորականը կպեկան քարոզարշավների ժամանակ վերևից պամիդորով կամ այլ բանջարեղեններով մարդկանց է խփում։ Իշխանությունը պաստառ պատրելու կամ վնասելու համար կալանավորում է քաղաքացիներին։ Կալանքներից մեկի հետևանքն էլ հոգեբուժարանում ինքնասպանությունը եղավ։ Մինչդեռ պաստառ պատրելը վարչական իրավախախտում ենթադրող գործողություն է։ Ընդ որում այս դեպքում տեսանյութն արդեն հանրայնացված է, իսկ ենթադրյալ իրավախախտման փաստերը հրապարակային։ Արդեն հանրամատչելի տեսանյութ է։ Օրինակ կարելի է հարց ուղղել ձեր կողմից իրավապահ մարմիններին, արդյոք հետևանք կրել են այս երկուսը, արժական պատասխանատվության ենթարկվել են այդ իրավախախտման համար։ Քաղաքացիները փաստում են, դպիր ներկայացող աջափնյակի բնակիչը իրեն ուղեկցող աղջկա հետ վերջին անգամ մայիսի 28-ի երեկոյան ժամերին է երևացել տարածքում, իսկ աղմուկ բարձրանալուց հետո նրան էլ չեն տեսել։ Ռաֆայել անունով տղան ՔՊ անդամ է, ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը հաստատել է, իր օգնականն է։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է գործարք կնքելու իր պայմանները։ Նա հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած հնարավորությունից, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անմիջապես բացվի ազատ նավարկության համար, առանց որևէ սահմանափակման կամ վճարների։ Թրամփի խոսքով նեղուցում տեղադրված ականների զգալի մասը արդեն վնասազերծել են ԱՄՆ ռազմածովային ուժերը, իսկ մնացածը պետք է ոչնչացնեն Իրանի մասնակցությամբ։ Իսրայելական ռազմական օդանավերը մայիսի 29-ի առավոտյան սկսել են ռմբակոծել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա շրջանի մի քանի բնակավայրեր։ Ավելի վաղ իսրայելական բանակը Նաբաթիա շրջանի Այն Կանա գյուղի բնակիչներին կոչ էր արել լքել տարածքը։ Բանակը հայտարարել էր, որ գյուղում գործողություններ են իրականացնելու արմատական Հեզբոլլահ շարժման զինյալների դեմ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող Ալ-Շարիֆատ գյուղաքաղաքի վրա իսրայելական ուժերի հարձակման պատճառով զոհվել է 3 մարդ, այդ թվում 1 կին, նրա նորածին դուստրը եւ 1 սիրիացի երեխա։ Նաեւ վիրավորվել է 15 մարդ, այդ թվում 3 երեխա։ Նոր սկանդալ է հասունանում Ռուսաստանի շուրջ։ Ռուսական անօդաչու սարքն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա։ 2 մարդ վնասվածքներ է ստացել, իսկ մոտ 70-ը տարհանվել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական անօդաչու սարքերի ռադարներին հայտնվելուց հետո օդ է բարձրացել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ եւ 1 ուղղաթիռ։ Ի դեպ միջադեպից հետո Ռումինիայում փակվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ հյուպատոսը հայտարարվել է անցանկալի անձ։ Եվ վերջում, ով է որոշում քո 5 տարին շարքի հերթական հոլովակը ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահի ընտրության մասին է։ Ամենավտանգավոր քաղաքացին նա է, ով որոշել է վերջապես տնից դուրս գալ։ Դիտենք։ 2020 Միացյալ Նահանգներ նախագահի ընտրությանը մասնակցեց 160 միլիոն քաղաքացի ամենամեծը 120 տարում։ Գնացողը Facebook-ում եւ Insta-ում story դրեց. I voted եւ քաղաքական դիտան սկսեց նրանալ, որովհետեւ ամենավտանգավոր քաղաքացին նա է, ով որոշել է վերջապես տնից դուրս գալ։ Տնից դուրս գալը դեպեջ գոնե ընտրության գնալ։ Բայց զավեշտն այն է, որ ընտրատեղամասի փոխարեն գնում է խորովածի։ Էլի թող գնա 15 րոպե ուշացումով։ Պատմությունը հաճախ ոչ թե հերոսներն են փոխում, այլ ընտրության օրը չալարած մարդիկ։ Այս երկրի տերն է ոչ թե դիտորդը։ Արի, քարը փեշից թափի, 15 րոպե հատկացրու գնանք ընտրատեղամաս։ Լայքը, սրտիկը, զարմանքը, ծիծաղը, զայրույթը էմոջի են եւ միայն Facebook-ում։
իրական փոփոխության հնարավորությունը ընտրությունն է։ Եթե քեզ հետաքրքիր է, ասեմ, ինքս գնալու եմ եւ թույլ չեմ տալու, որ վերարտադրվի մեր պետությունը կործանող խմբակը։ Մնացածը դու որոշիր։ Դու գիտես քո անելիքը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։